Ահա չէ, տենց։ Լավ չէ, իրականում ես Տիկին Կյուրեղյանը բռնապետիկ էր ման գալիս, այսօր վառ բռնապետիկի օրինակն եմ ուզում բան անեմ։ Ուրեմն, չէ, բռնապետի որդի բռնապետիկ է, էլի։ Ուրեմն, երբ որ ինքը պետք է ելույթ ունենա, ինքը 1000-ից մեկ հայտնվմաստ է, բայց երբ որ ինքը պետք է ելույթ ունենա, հələ խմբակցությունից մեկը բացակայի դահլիճից։ Երբ որ խմբակցությունը իրանց սենց լուրջ դեմքերով սենց հավաքված, ստեղ սենց նստած են պատրաստ բան, ուրեմն այդ օրը բռնապետիկը պետք է ելույթ ունենա։ Ուրեմն հետո ինչ է տեղի ունենում։ Տենց ելնում է գալիս է բռնապետիկը ստեղ, ու սկսում է մի դերասանի թատրոն տեսել եք, չէ՞ որ երկու դեր է մարդը տանում։ Ու ինքը տանում է մի դերասանի թատրոն, մի կողմից ասում է, ահ, քաշեցին, խփեցին, վերքերս, արա, այնտեղ ինձ խոշտանգում են, մի կողմից ուժեղ տղա է, ելնում ասում է, ի, այդու մասիր համբալ, արա։ Ու սենց ես ուզում եմ հասկանալ վերջ որ դերի տակ է ինքը վերջացնելու։ Բայց ստեղ այդ չի հարցը, էլի։ Նախ առաջին հերթին ինքը ստեղից որ ելույթ է ունենում։ Հա, մեր նյարդերը լարվում են։ Որովհետև իրա, երբ որ ինձ հարցնեն, թե ամենավատ բանը, որ հայրը որդու հանդեպ կարա անի, օրինակ, կարած բերես։ Հա, կարան բերեմ։ Այդ Ռոբերտ Քոչարյանը իր որդու հանդեպ արը։ Երբ որ ուղարկել է ստեղ, իր արած մեղքերը մաքրելու։ Երբ որ գալի կանգնում է ստեղ որպես մարտի 1-ի մեղավորի որդի, ու մարտի 1-ի զոհի քրոջը կանգնում ինչ-որ բաներից է խոսում, բռնություններից է խոսում, չգիտեմ ինչերից է խոսում։ Դրանից բադ բան եք ուզում, որ հայրը իր երեխու նկատմամբ բանի, հա։ Ախր մի քիչ բան ունեցեք, էլի այդ կոնկրետ մեր նյարդերի վրա եք ազդում դրանով։ Իրականում մեր նյարդերի վրա եք ազդում։ Երբ որ դու գալիս ես այդպես թեթև քո քաշքշոցներից ես ստեղից խոսում, այդպես բիլակներով բան։ Ես իմ նիհար ընկերներին եմ Արունոտ հիշում։ Հա, Արունոտ։ Ու մի քանի ընկերներին։ Ու քո հայրիկի ժամանակ ու քո հայրիկի քաղաքական սանիկի հետագա գործունեության ժամանակ, երբ որ բան տոնածառ դնելու համար էին բռնում տանում, թղթից տանկ քշելու համար բռնել տարել դատում էին։ Թղթից տակ, ասենք մեր արտակն թղթից տանկը սարքել է, պրոսպեկտով իջե գնացել է ԱԱԾ-ի դեմը։ Որ տեսեք, հեղափոխության փորձ են կանխել։ Էդ էիք։ Քաշելով տանում, ծեծում։ Մարտի 1-ից ընդհանրապես մի խոսացեք, մի քիչ ասենք բանում բարոյականություն ունեցեք, ժողովուրդ, ասենք չի կարելի, էլի, ասենք դե ոնց կարաս գաս խոսած դրանից։ Ոնց կարա հանցագործը գա կանգնի ստեղ ու իր զոհից խոսա։ Այդպես ոնց կարա լինի։ Ու խոսա ինչի համար, խոսա որ բան պահի, իրանց ունեցվածքը պահեն։ Խոսա նրա համար, որ հելնի հասնի ստեղ ու ասի, գիտեք 4 միլիարդ չի իմ ունեցվածքը, դրանից մի քիչ անենց որ ես սուրբ եմ, էլի։ Բայց մյուս բանը ստեղ արձանագրվեց, ուրեմն ինչ են անում այս մարդիկ։ Քանի որ մենք թույլ չենք տալի այդքան իշնենք, որտեղ այդքան իշնել մի քիչ հնարավոր չի, չգիտեմ, կատնես բան, որ տենց արագ կարանաս կարճ ժամանակում իշնես այդ մակարդակի, եկավ ինչ հայտարարեց, ասում այս մարդուն ասում ենք թուրք ու դավաճան արդեն ընդունում է։ Ինչ է ուզում, այսինքն իրանք գալիս են ստեղ, սկսում են իրանց վատ պահել, դե մենք չենք իշնում այդ մակարդակի, դե մենք փորձում ենք ժողովրդավար լինել, բան Հոպա, գնանք արձանագրենք, այս մեկը ընդունեց։ Այ որ ասում ենք բան, կոռուպցիոներ, չի կարում ընդունի, բայց մենք տեսեք ինչ խելոք ընդունում ենք։ Հա, որովհետև դու բան անելու, ինչ են, հետադարձելու բան էլ չունեք։ Կամ այդ ինչ ձևանես բան էլի, հա, եկել էր ստեղ իբր հակադար բանը, պատասխանը ստանալու տղայական։ Պատասխան ստացողը հետո երբ որ եղավ այս ամեն ինչը, չէր փախկվի Հայաստան դաշինքի ամենավերջում ու ունդեղից հայոյանքներ հոխորտար։ Կին պատգամավորների նաև, բայց ես չեմ ուզում տենց սեռական խտրականություն դնեմ։ Չէ, ես մեկա չեմ դնելու, որովհետև կարծում եմ, որ կանայք այնքան պատասխանատու են, ինչքան էլ իրավունքներ ունեն, հենց որ այդտեղ տարբերություն չկա, բայց այդ օբշի sense բռնապետիկի այս սցենարը սպանում է, էլի ասեն, sense բոլորով գալի նստում են, ինքը գալիս աստեղ, հա ու ինչ տեղի ունեցավ մինչև այդ քաշքշուկը։ Ուրեմն ֆրացել եմ Հայաստան դաշինքի պատգամավորներին, ասեմ ժողովուրդ, հնչեցվել է ֆիզիկական սպառնալիք։ Պատասխանը 3 բավական չափ հասուն պատգամավորների կողմից, հա, մի քիչ կար, հա, մի քիչ է սենց էլի, դե բա եթե խոսում ենք ֆիզիկականից խոսանք, բան, հետո երբ որ ելնում է հետևանք, հիմա տեսեք ինչ կանեն դրսում, բա հասեք, փրկեք, եկա, հիմա հաջորդ ելույթը իր էլի լինելու է այդ, տարան, բռնին, քերին, ցավացրին, ստեղս մի քիչ բան եղավ, ընդեղս, այդպես չի լինում։ Մի ցույց տվեք մեզնից այս ամբյոնից ով է հել է խոսացել այն ժամանակներում, որ չեք, մենք հիշում ենք մեզ ինչ էի կանում։ Այն ժամանակներում ձեր արասներից մեկը անձնական խնդրով հելել է ստեղից խոսացել, հա։ Չի խոսացել, որտեղ այս ամբիոնը ձեր անձնական վերքերի մասին խոսալու համար չի։ Ֆիզիկական վերքերի, էլի նկատի ունեմ։
Յամութայ կամ այնձև պահեք, կամ այնձև պահեք, բայց հա դու տալիս ես պատասխանը քո հոր արարքների, բայց ոչ թե նրա համար, որ դու իր որդին ես, որովհետև ոչ մի որդի իր հոր համար պատասխանատու չի, այլ հայրը։ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել քրեական օրենսգրքի 43-300 հոդվածի առաջին մասով եւ 43-419 հոդվածի առաջին մասով այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն եւ իշխանության յուրացում, մասնավորապես Վազգեն Գալստանյանը իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող Սրբազան պայքար անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Եվ այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների Արթուր Սարգսյանի, Արսեն Ղազարյանի, Հայկ Շանազարյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միրան Մաղսուդյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակը իրագործելու նպատակով Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն այն է. քաղաքացիական անձանց կյանքի զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ Այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ սահմանադրությամբ սահմանված կարգով իշխանությունը ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից։ Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը, հանցավոր խմբի անդամները այդ թվում Արթուր Սարգսյանը 2025 թվականի հունվարից սկսած Շարժման մասնակիցների եւ համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու եւ գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի եւ համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել եւ ձեռք են բերել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հրավտանգ միջոցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կատարածահար անելու համար պիտանի, մետաղական սրածայր, դետալներ, աստղիկներ։ Տրանսպորտային միջոցների ապակիներին եւ ճանապարհներին լցնելու նպատակով ներկեր եւ յուղեր այդ միջոցները պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները, միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններից վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են եւ վերջիններից հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքը ամրապնդելու ուղղությամբ Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը եւ հանցավոր խմբի